Ողջույն եւ բարի գալուստին նեթի տաղավար, այսօր իմ զրուցակիցը Restart քաղաքացիական հիմնադրամի տնօրեն Յուրի Ավագյանն է, նրա հետ կզրուցենք վերջին քաղաքական իրադարձություններից, ինչպես տեղյակ եք, օրերս իշխանությունը, մասնավորապես իրավապանները հայտարարեցին քննչական գործողությունների մասին, ասացին, որ բացահայտել են հեղաշրջման փորձ եւ այս ամենի համար մեղադրանքներ են առաջադրվել եւ արդեն կալանավորվել են սրբազան շարժում նախաձեռնության անդամները, մասնավորապես նրա ղեկավար Բագրատ arczepiskopos Գալստանյանը եւ իրադարձությունները պարբերաբար նոր տեսք են ստանում այս եւ այլ թեմաների, այդ թվում իշխանություն եկեղեցի վերջին շրջանում տեղի ունեցած պայքարի մասին կզրուցեմ Յուրի հետ։ Յուրի, շնորհակալություն, որ եկաք մեր տաղավար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Առաջինը կառավարության նիստին հունիսի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այդ քրեական գործին բացահայտումներին սրբազան պայքարի վերաբերյալ եւ ասաց, որ սա տարբեր գնահատականներ կա ըստ նրա սոցցանցերում, դրանցից մեկը այն է, որ սա հոկտեմբերի 27-ի նման մի իրադարձություն էր, որը կանխվեց։ Դատելով այն բոլոր հաղորդագրություններից, իրադարձություններից, արդյոք մենք կարող ենք նման նշանակություն տալ այս բացահայտմանը։ Իհարկե նման գնահատականը չափազանցված է, որովհետև այն ինչը որ հրապարակել է քննչական կոմիտեն հիմնականում մի քանի բաղադրիչներից է բաղկացած, առաջինը դա ձայնագրությունների շարքն է, եթե չեմ սխալվում 4 մասից բաղկացած, հաջորդը դա այդ զենգզինամթերք կամ այսպես կոչված զենգզինամթերքի լուսանկարներն են ու դրան զուգահեռ նաև շրջանառվեց փաստաթուղթ, որը որպես այդպեսին հեղաշրջման պլաններ իրենից ներկայացնում, որտեղ գործողությունների քայլերը նկարագրված, թե ինչպես պետք է օգտագործվի այդ ենթադրյալ զենգզինամթերքը կամ ինչ գործողություններ պետք է իրականացնի սրբազան շարժումը։ Երբ որ այս ընդհանուր արկա քննչական կոմիտեի կողմից դա էլ չնայած կասկածելի, թե ինչու է նախաքննության փուլում այդ նյութերը հայտնվում համացանցում եւ դա տարածում է CVK-ը, սկսում են դրա մասին շատ ակտիվ քննարկել, այստեղ արդեն կոնկրետ այս հանգամանքից մենք կարող ենք հասկանանք, որ քաղաքական մտադրվածություն կա։ Հետո ես հերոստատիտողների կամ մեծ դիտողների, ոչ թե հերոստատիտողների ուշադրություն ուզում եմ սևեռել այն հանգամանքի վրա, որ այդ հեղաշրջման թղթի մեջ, որին այդքան հղում էին անում իշխանության ներկայացուցիչները, նշված է, որ այդ գործողությունները պետք է տեղի ունենային 2024 թվականին, ինչը ենթադրում է, որ այս ամբողջ փաստական բազան արդեն արկա է եղել իրավապահ համակարգի մոտ եւ իշխանությունները փաստացի սա պահել են որպես մահակ եւ օգտագործել են այն ժամանակ, երբ որ իրենց անհրաժեշտ էր կամ քաղաքականապես ձեռնտու էր։ Իսկ ինչու էր իրենց քաղաքականապես հիմա ձեռնտու։ Շատ կարեւոր է ժամանակի գործոնը, երբ ուզում ենք հասկանանք, բայց միգուցե այն ժամանակ չկային մտադրություններ, իսկ ինչով է դա պայմանավորվում։ Այլ բանա, որ դու գրում ես, որ պիտի իրականացնես օրինակ հեղաշրջում, մենք առանց մեղադրելու որևէ մեկի տեսականներին։ Այլ բանա, երբ որ սկսում ես մտադրությունը իրագործել, այսինքն ձեր քեզ բերում դրա համար նախատեսված իրերը, առարկաները, ցանց է ստեղծում եւ այլն։ Հասկանում եմ, դա նաև հենց իրավաբաններն են այդպես մեկնաբանում, որ պետք է նաև ապացուցվի, թե արդյոք իրենք պատրաստվում են դրանք գործարկել, բայց մինչև դրան հասնելը ժամանակի հետ կապված իմ անձնական այսպես պատկերացումները ցույց են տալիս, որ դա պայմանավորված է նաև Սամվել Կարապետյանի ակտիվացման եւ դրան հաջորդած ձերբակալության ու արդեն դրան հաջորդած հանրային արձագանքի, որովհետեւ երևում էր, որ դա այդքան էլ միանշանակ չէր ընկալվում ու ոնց որ իշխանություններին, այսպես ասած, որոշակի հանրության տրամադրություններ դեպի իրենց կողմը արտանցնել էր պետք ու սա շատ հարմար պահ էր։ Նաև պետք է եկեղեցու հետ կամ եկեղեցականների դեմ ուղղված արշավի կոնտեքստում սանայենք, որը նույնպես չգնաց այն սցենարով իմ համոզմամբ, որ հենց իշխանությունները գծագրել էին։ Եվ այս պայմաններում ոնց որ հարմար պահ է քաղաքական առումով ստացվում, որ միանգամից Սամվել Կարապետյանի եկեղեցականներին ու հիմա նաև լուրեր ունենք, որ arczepiskopos Աճապայանին են գործառույթում եւ այլն էլի վաղուց արած արտահայտության համար, որը խնդրահարություններից մեկում հայտարարություններ արել ռազմական հեղաշրջման վերաբերյալ, ընդ որում այդ հայտարարությունը պարբերաբար կրկնել են քաղաքացիական պայմանագրի падգամավորները տարբեր առիթներով դա քննադատել եւ հիմա այս կոնտեքստում հայտնի դարձավ հունիսի 26-ին, որ նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այո, այսինքն իրենք փաթեթով, սա կարելի ասել քաղաքական օպերացիա էր ավելի շատ ոչ թե իրավական, եւ այս առումով պետք է փաստենք, որ իրենք որոշակի առումով շահած դուրս եկան, որովհետեւ ինչքան էլ դե իհարկե զենքի մասնագետ չեմ, ոչ թե հավակնում եմ այդպեսին է լինեմ, բայց բանակում ծառայած տարիներով ոնց որ հնարավորություն տվել, որ առնչվեմ զենքի հետ եւ այն լուսանկարները, որ ես տեսա, ես մոտ տպավորություններ, որ դրանք որսորդական զենքեր էին, այնտեղ
նաև թույլտվություններ կային, որոշների վրա կային ինչ-որ ճայթուկներ եւ այլն, բայց ամեն դեպքում այս հարցի խնդրահարույց կողմին էլ եմ ես ուզում անդրադառնալ, որովհետեւ այնուամենայնիվ այդ ձայնագրությունների մեջ կային այնպիսի դրվագներ, որոնք որ խիստ մտահոգիչ են, ու թեև ես իրավական առումով չգիտեմ դրանք ինչ գնահատական պետք է ստանալ, արդյոք դրա նման գնահատականներ հնչեցնելու համար պետք է դատապարտել եւ այլն, կամ արդյոք նորմալ է, որ կալանքի որոշումը կայացնում է մի դատավոր, որը նախկինում հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ եղել եւ այլն, ամեն դեպքում այդ մարդկանց գնդակարելու 1000 հոգանոց խմբեր ձևավոր 1000 հոգի ձիգ տղամարդ, ինչպես ձայնագրության մեջ նշվում, հավաքելու 250-ական խմբերի բաժանելու, իրանք ավելի փոքր խմբեր, հետո պետք է դուրս գան քաղաքում, տարբեր բաներ, ամեն դեպքում սա նորմալ քաղաքական ուժի գործելավոճ չի, ու պետք է նաև այստեղ հասկանալ, որ սրան զուգահեռ այլ խնդրահարույց արտահայտություններ նույնպես եղել են հենց եկեղեցականների կողմից, մասնավորապես Բագրատ Սրբազանը ինքը ես լավ հիշում եմ, որ խոսում էր տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ ինչ-որ խոսակցություններ ունենալու մասին, որ իրեն հորդորել են, որ եթե իշխանափոխությունը այստեղ տեղի չունենա, Հայաստանի հետ վատ է լինելու, ամեն դեպքում պետք է ընդհանուր այս կոնտեքստը նայել, որ եթե շատ կոպիտ ձևակերպեմ, ըստ թացը շորից հնարավոր լինի տարբերել։ Ես մի կողմից արձանագրում եմ, որ սա իհարկե քաղաքական օպերացիա էր իշխանության կողմից, եւ իրենք փորձում էին այսպես ձախողած այդ եկեղեցու նկատմամբ արշավը եւ նաեւ Սամվել Կարապետյանի հետ կապված բացական այսպես արձագանքները պարպել այս բացահայտումներով, ձայնագրություններով եւ այլն։ Մյուս կողմից պետք է նաեւ արձանագրեմ, որ ընդդիմության գործելավոճը ինքը իրականում դա այն չի, որ նորմալ ընդդիմությունը պետք է աներ։ Իդեպ այս մասով կա ընդունված կարծիք, որ իշխանությունն է ոնց որ դաշտ հրավիրում այն ընդդիմությանը, որի հետ պայքարելու ու որին ոչնչացնել իր համար ամենասիրելի զբաղմունքն է ու իրեն միշտ հաջողվում է։ Նույն ձև հիշում եմ 21-ից առաջ ասում էին, որ եթե քաղաքական դաշտ է մտնում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ուրեմն ապահովում է Նիկոլ Փաշինյանի հաղթանակը։ Հիմա արդյոք նման մի իրավիճակ է ստեղծվում 2026-ի ընտրությունների նախաշեմին։ Միանշանակ ես համաձայն եմ այդ գնահատականի հետ, որովհետև այո, այս ընդդիմությունը, որ կա իր ելույթներով, իր հարցադրումներով, Ռուսաստանի նկատմամբ իր ընդգծված sense ոնց որ անոմալիայի հասնող դրական վերաբերմունքով, սա Նիկոլ Փաշինյանի համար ուղղակի նվեր է, եւ ինքը այդ ամենը շատ լավ հասկանում է, ու հենց Նիկոլ Փաշինյանը թույլ չի տալու, որ այս ընդդիմությունը չլինի քաղաքականության մեջ։ Դա առաջի հերթին իրեն է ձեռնտու։ Մյուս կողմից մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանի վարչական եւ ֆինանսական ռեսուրսները բաժանված են 3 մարդու մեջ՝ Փաշինյան, Քոչարյան, Սարգսյան։ Այս 3 մարդիկ տիրապետելով բոլոր ռեսուրսներին ուղղակի հնարավորություն չեն տալիս, որ այլ ուժեր գան ու փորձեն ինքնադրսևորվել։ Այլ ուժերի ի հայտ գալու պարագայում իրանք բոլորով հարձակվում են այդ ուժերի վրա, անվանարկում են, որովհետև դա բոլոր կողմերին ձեռ է տալիս։ Եվ իրենք ուղղակի քաղաքական դաշտը այսպես մոնոպոլիզացրել են ու այսպես ապրում են։ Ու դա իրենց ձեռք է տալիս, ամենաշատը ձեռք չի տալիս ժողովրդին։ Մենք ամենաթարմ հարցումներով տեսնում ենք, որ մարդկանց գերակշռող մեծամասնությունը ոչ մի քաղաքական ուժի չի հավակնում, մարդիկ նաև կարելի է ասել հասարակությունը որպես այդպեսին պահանջարկ ձևավորել է, որ ընդհանուր առմամբ գա մի այնպիսի իշխանություն, որը նման չի նրան, բայց սա քաղաքական շրջանակները համարում են ուտոպիստական մոտեցում, որովհետև ասում են, ինչ եք խոսում, բայց ռեսուրսները այդ մարդկանցն է, դե հիմա ընտրությունը սա է։ Իմ պատկերացմամբ պետք է ուղղակի մարդիկ գտնվեն, ովքեր բավականաչափ համառություն ու համարձակություն կունենան, որ կարողանան այս քաղաքական կոնֆիգուրացիան ճեղքեն։ Թե չէ մենք հավերժ ունենալու ենք, կարելի ասել, այսպիսի խորհրդարան այնքան ժամանակ, քանի դեռ այդ մարդիկ կան։ Մեկ այլ հարց է հանրային մթնոլորտը, որը գնալով շիկանում է, ինչու եմ ասում, որտեղ ես արդեն որպես լրագրող ստիպված եմ հետևել ու հետևում եմ դա իմ աշխատանքն է, բայց որպես անձ արդեն հոգնել եմ, տեսնելով թե ինչպիսի խոսույթ են կիրառում Նիկոլ Փաշինյանը, իր շրջապատը ու նաև այն մյուս կողմից էլ նույն ձև արձագանքում են։ Երբեմն նրանք հավասարվում են իրար այդ խոսույթներով, ես հասկանում եմ, որ իշխանության ներկայացուցիչը ավելի սուս պիտի լինի, բայց արդեն սա դարձել է սովորական, եւ ինչի կարող է սա հանգեցնել։
Ես հիմա շատ վատ բան կասեմ, ինձ թվում է սրա հետ պետքա հաշտվել, որովհետև չի լինելու այնպիսի իրավիճակ, որ այս խոսույթը քաղաքական դաշտից վերանա, արդեն դրա համար ուշ է։ Բավականին շատ կարմիր գծեր են հատվել ու հատվել են այս պահին ակտիվ գործող դերակատարների կողմից եւ իրենք մոլորություն ունենալ, որ գալու են ջենտլմենական փոխհատմանձայնության ու սկսեն միմյանց նկատմամբ այդ գործիքը չկիրառել, ես ուղղակի դրան չեմ հավատում։ Սա նաեւ ժողովրդավարական այսպես կամ դաշտի ազատականացման բացական էֆեկտներից է։ Ես նաև արևմտյան մամուլին եմ շատ ակտիվ հետևում ու տեսնում եմ, որ այնտեղի քաղաքական գործիչների, այնտեղի մամուլի կողմից նույնպես նմանատիպ բառամթեր կիրառվում է։ Ուղղակի հայկական հասարակության մեջ սա նոր է եւ մարդիկ կան դերևս ելնելով, ասենք, իրենց դաստիարակությունից, իրենց բարոյական ընկալումներից դժգոհ են այս առկա իրավիճակից, բայց ես գրեթե վստահ եմ, որ այս իրավիճակը չի դադարելու։ Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների եւ թիվ 1 դեմքի կողմից նմանատիպ խոսքերի ինչեցման, դա իհարկե աբսուրդ է, որովհետեւ սա չպետք է վերաբերի Բարձրաստիճան Պաշտոնյաներին։ Բարձրաստիճան Պաշտոնյան նաեւ ինքը պատասխանատու է հենց ընդդիմության համար, ընդդիմախոսների համար, բոլոր բնակիչների համար եւ այս առումով ինքը տարբերվում է մնացած մարդկանցից, որովհետեւ ինքը բոլորի պատասխանատուն է, բայց իրենք պատասխանատուի վարքագիծ չունեն եւ ես առաջի անգամ որ այդ քերակնուշ գրառումը տեսա վարչապետի էջին, ես իրականում առաջի հայացքից չհավատացի, բայց հետո արդեն հասկացա, որ ուղղակի իրենք որոշել են իջնել այդ մակարդակին։ Ես պատկերացնում թե ինչ կներ, եթե գրառումը ընդունենք աներ Սերժ Սարգսյանը կամ այն ժամանակ վարչապետը Կարեն Կարապետյանը։ Այդ ուղղակի ինձ թվում է մինչև այս պահը միայն դրանից կխոսեին մարդիկ։ Բայց էլի գալիս ենք մեր ընդդիմության ֆենոմենին, Նիկոլ Փաշինյանը ինչու է այս ամենը կարողանում մարսել եւ շատ ավելի շատ մեծ բաներ կարողանում մարսել, որովհետեւ կա այն ընդդիմությունը, որ կա։ Ու երբ որ մարդիկ բողոքում են այս իշխանությունից, պրոիշխանական ռոպագանդիստները մատնացույց են անում, ասում են դե եթե սրան չեք ուզում նրանք են ու թեման ավարտվում է։ Դրա համար էլ մենք այս վիճակում։ Եկեղեցու հետ էս պայքարը դրանից եմ ուզում խոսենք, տեսեք, այո Նիկոլ Փաշինյանը ոնց որ ձեռնուց նետեց եկեղեցուն, ստացավ արձագանք, սկսեց պատասխանել, թեժացնել իրավիճակը։ Միգուցե նա դա պլանավորում էր։ Ի սկզբանե միգուցե պահիտակ եղավ, որտեղ որ ճուլանների մասին խոսակցությունը տարբեր թեմաներից անցավ ու խոսեց այդ թեման։ Բայց հասկանում ենք, որ իշխանությունն ուներ օրակարգ, դա 21-ի ընտրություններին խոստացել է, 21-26-ի կառավարության ծրագրում կա, դրանից այդ որևէ օրակարգում ես չեմ տեսել եկեղեցու հանդեպ այս տիպի գործողությունների ձեռնարկում, դա մի կողմ ենք դնում, բայց եկեղեցին տպավորությունն է, թե ինքն էլ է ներքաշվել այս ամենի մեջ ու ներքաշվել է կոնկրետ գործողություններով։ Ամեն հայտարարությունը հաջորդում է հայտարարություն ավելի սուր, ընդ որում հիմա արդեն սովորական է, որ հոգևորականները կարան եւ ներգրաված լինեն նման քրեական գործերում։ Ինչու է, քանի որ մենք միշտ ենք խոսում իշխանության մասին, դա այս բանը ուզում եմ մի կողմ դնենք, ինչու է եկեղեցին ներքաշվում, ու արդյոք սա արդեն վտանգավոր սահմանագիծը չի անցնում։ Սա իհարկե վտանգավոր է, մենք նաև պետք է հիշենք, որ իրականում եկեղեցին առաջինն է պահանջել իշխանությունների հրաժարականը, իսկ դրանից հետո երբ արդեն Սրբազան շարժումը մեկնարկել էր, հենց նույն Բարգավաճ Սրբազանը հայտարարում էր, որ ինքը ունի վեհապարի օրհնությունը։ Եվ այս առումով իրենք մուտք են գործել քաղաքական դաշտ, թե ինչու են մուտք գործել քաղաքական դաշտ, դեռ կա մի քանի վարկածներ։ Առաջի վարկածը դա փոխկապակցվածությունն է նախկինների հետ ու նաև մենք գիտենք, որ Ռոբերտ Քոչարյանը իր հայտնի ասուլիսներից մեկի ժամանակ ասում էր, որ պետք է ինչ-որ չվարկաբեկված մարդ գտնել, լավ կլինի հոգևորական ու փորձել։ Սա ուղղակի վարկած է իհարկե, որը մամուլից նայելով կարելի է այսպես եզրակացնել։ Մյուս վարկածը դա արդեն որ շատ իշխանությունների կողմից է շարքվում, ես չեմ ուզում այս բանից թեմայի մեջ շատ խորանամ, բայց դա հիբրիդային պատերազմի առկայությունն է, որ ենթադրվում է, որ նաև եկեղեցին կարող է օգտագործվել։ Իսկ կարող է նաև լրիվ այլ տարբերակ լինել, ուղղակի եկեղեցականները իրենք էլ ունեն քաղաքական հայացքներ եւ հատել են այդ գիծում, մտել են քաղաքական դաշտ, ինչի արդյունքում ստանում են քաղաքական հարվածներ եւ դրանից բողոքում են։ Ամեն դեպքում ես խորապես համոզված եմ, որ իրենք այդ քայլին պետք է չգնային, որովհետեւ իրենք պետք է ճիշտ կանխատեսեին այս ամեն ինչը ու այդ ժամանակ կհասկանային, որ չեն շահելու իշխանությունների հետ այս բաց արճակատման պայքարում ու հենց այդպես է եղավ։ Արդյունքում շատ հոգևորականներ այլևս որպես հոգևորական չեն ընկալվում, որտեղ իրենք շատ քաղաքականացված են, ամեն օր տաղավարներում խոսում են եւ այլն, ու կարծում եմ սրանից ավելի շատ եկեղեցին է տուժում, քան շահում է հանրությունը։ Հանրային քաղաքական տիրույթում, հիմնականում քաղաքական տիրույթում, ընդդիմադիր տիրույթում կա այս դիրքորոշումը, որ
Փաշինյանի իշխանությունը եկեղեցու դեմ լարվել է այն բանից հետո, երբ եկեղեցին սկսել է Արցախի մասին շատ խոսել, նույնիսկ կապում են մուսուլմանական ներկայացուցչի հետ, Կովկասու մուսուլմանների խորհրդի ղեկավար Փաշազադեի նրա պաշտոնը չգիտեմ, մի խոսքով կապում են այսպիսի տեսություններ են դնում, ինչքանով եք վստահում այսպիսի տեսություններին։ Ես գիտեք, այս տեսությանը հակված չեմ նրա համար, որովհետև եկեղեցին քաղաքական դաշտ մուտք է գործել Փաշազադեի հայտարարությունից դեռ շատ առաջ։ Փաշազադեն խոսել է դրա մասին վերջերս, եւ իսկ եկեղեցին ակտիվ քաղաքականությամբ զբաղվում է արդեն կարելի ասել 2024 թվականից։ Իսկ առանձին հոգևորականներ բավականին կոշտ հայտարարություններ հնչեցրել են, հենց նույն Միքայել arczepiskopos Աճապահյանի հայտարարությունը, որի հետ կապված հիմա քրեական գործ է բացվել, դա տարիներ առաջ է եղել։ Դա եղել է դեռևս, եթե չեմ սխալվում, 20 թվականին կամ 21-ին։ Այսինքն Փաշազադեի վարկածը այս առումով հերկվում է։ Մյուս կողմից մենք հասկանում ենք, որ թշնամին, այս պարագայում Ադրբեջանը, իրենք շատ լավ տիրապետում են հասարակության ներքին մթնոլորտին եւ ուղղակի տարբեր մարդկանց վարկաբեկելու համար կարող են նույն բանը կրկնել եւ մարդիկ միանգամից ենթադրելու են, որ սա ուղիղն է, ինչ իրենք ասում են։ Ես տենց շատ չեմ սիրում կոնսպիրոլոգիական ինչ-որ տեսությունների մեջ ընկնել, համենայն դեպս եթե ես չտեսնեի, որ եկեղեցին այդ հայտարարություններից առաջ է քաղաքականության մեջ, ես կարող այև խոսեի այդ ոնց որ տեսակետի ճշմարտանմանության մասին։ Եկեղեցի իշխանությունը սարճակմատման մասին վերջին այս բլոկում վերջին հարցը հետևյալն է, Փաշինյանը ասում է, լավ, եթե դուք չեք խախտել կուսակրոնության ուխտը, դրա մասին ասեք, եթե խախտել եք, ինչպես ենթադրում է կանոնակարգը, հրաժարվեք։ Հիմա ընդունենք իրավիճակ, եթե ներով տվյալ դեպքում կառաջարկեմ խոսել, բայց գիտեմ, որ քաղաքականությունը չեն սիրում, բայց ինչ է, խոսենք։ Ընդունենք մի իրավիճակ, որ եկեղեցին համաձայնվում է, ասում է խախտել են կուսակրոնության ուխտը, համենայն դեպս մինչև հիմա դա չի հերկվում որևէ բարձր եկեղեցականի կողմից եւ սկսվում են հրաժարականներ, փոխվում է կաթողիկոս, ինչին ձգտում էր Փաշինյանը։ Արդյոք իրավիճակը կհանգստանա, արդյոք քաղաքական դաշտը կմտնի արդեն նորմալ բանավեճերի փուլ։ Քաղաքական դաշտը գլոբալ առումով նորմալ բանավեճերի փուլ միայն եկեղեցու հնազանդվելով չի մտնի, որովհետև քաղաքական տարբեր դերակատարների ու իշխանության միջև այդ ճշտամական մթնոլորտը պայմանավորված չի միայն եկեղեցով։ Ինչ վերաբերում է կուսակրոնության հարցին, ապա մենք էլի նույն հարցը պիտի տանք, ինչ առաջին թեմայից ենք խոսում, ինչու հիմա։ Որովհետև ես առհասարակ չեմ հավատում, որ Հայաստանում կա որևիցե մարդ, որը իրականության հետ կապ ունի ու տեղյակ չի, որ եկեղեցականները ունեն որոշակի բացթողումներ։ Իմ խորին համոզմունքը, նաև որպես քրիստոնյա հայ, անգամ եկեղեցականները կարող ունենան բացթողումներ, բայց դա չի նշանակում, որ այդ բացթողումները պետք է հասցեագրել հրապարակային արշավների, սոցիալական մեդիայի էժանագին արշավների ու հայհոյանքների միջոցով։ Այո, դա ընդհանուր առմամբ եկեղեցական այդ կանոնագրքի, բանի մյուսի գուցե նաև բարոյական տեսանկյունից խախտում է, հիմա չենք կարող դա հերքել, բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ այն, որ առանձին հոգևորականներ թերի են, դա չի նշանակում, որ եկեղեցին է թերի ու ամեն դեպքում իշխանություններն էլ հենց պատասխանատու ունելով նույն եկեղեցու նկատմամբ պետք է այնպիսի գործիքակազմ ընտրեին, որ այսքան side effect-ներ կամ պաբուշնի էֆեկտներ չունենար գործընթացը։ Իսկ ինչ վերաբերվում է մնացած մարդիկ ինչու ծանր չտարան կամ ինչու օրինակ հիմա հանրությունը որպես այդպեսին պահանջ չի դնում հոգևորականների առաջ, թե ասեք այդ կուսակրոնությունը, այդ հարցը միայն հետաքրքրում է ԿՊ-ին։ Հանրությանը գլոբալ առումով այդ հարցը չի հետաքրքրում, որովհետև հանրությունը վաղուց գիտեր, որ այդպիսի խնդիրներ կա։ Եվ հիմա ԿՊ-ն ասում է, թե իրենք կուսակցություն, այսինքն հանրությունը համակերպվել է, որ կարելի է խախտել կանոնակարգը, կարելի է գրված օրենքները խախտել եւ շարունակել պաշտոնավարել։ Հասարակությունը ես մտածում եմ, որ ներողամտորեն է մոտենում նմանատիպ հարցերին։ Հասարակությունը ասեմ ավելին, շատ ավելի ուրիշ բաների հետ է հաշտեղել, կան եկեղեցականներ, ովքեր քրեական ենթամշակույթ են կրում ու այդ աշխարհի հետ կապ ունեն, կան եկեղեցականներ, որ բիզնեսով են զբաղվում, մարդիկ դրանք միշտ իմացել, միշտ հաշտ են եղել։ Այսինքն այնպես չի, որ հիմա մարդիկ մեկ էլ պետք է կուսակրոնության հետ կապված սկսեն շատ անհանգստանալ, բայց
ԿՊ-ն հիմնականում ինչը ասում է, ինչու ենք իրենց ասում սրբազան, Աստված օգնական սրբազան այ, որտեղ երբ ասում ենք Աստված օգնական, այ որ ինքը կուսակրոնություն է վերցրել դա բարդուղի է, Աստված այդ ճանապարհին մենք ասում ենք, որ իրեն օգնի, բայց ես կարծում եմ, որ նույնիսկ եթե մարդը որոշակի բացթողումներ է ունենում, դու միևնույնն է իրեն կարող ես ասել Աստված օգնական, որովհետև հենց Աստված այդտեղ էլ կարող օգնի, որ ինքը այլևս բացթողումներ չունենա, ավելի կամքամուր լինի եւ այլն։ Մեկ էլ մարդիկ քիչ են մի քիչ իրանց եկեղեցականների տեղը դնում, հասկանալու համար թե ինչ բարդ կյանք են ընտրել իրանք ու ինչ բարդ ճանապարհ են անցնում։ Եվ վերջին հարցը, որը վերաբերում է հեծին, ընդհանրապես պետականացումը կամ ինչպես իշխանությունն ասում ազգայնացումը, կարծում եմ լավ բան է, եթե համարում ենք, եթե գտնում ենք, որ նախկինում վաճառվել են տարբեր ենթակառուցվածքներ ու հիմա պետությունը այդքան ներուժ ունի, այդ թվում ֆինանսական ներուժ, որ պետականացնի ու դրանք վերադարձնի պետությանը, ժողովրդին, ինչպես ասում են իշխանությունը, արդյոք հեծի մասով այս գործընթացում կան խութեր, վտանգավոր խութեր։ Իհարկե կան խութեր, առհասարակ այս իշխանության գործելավոճն է post factum գործելավոճը։ Տեղի ունենում մի բան եւ իրենք ափարթափար փորձում են հասկանալ թե ինչ կարելի է անել։ Հեծի ազգայնացման հետ կապված ես ընդհանուր առմամբ գաղափարը դրական եմ համարում, չնայած գաղափարակից չլինելով, գաղափարակից լինելով այն ուղղության հետ, որ պետությունը ամենավատ ձեռնարկատերն է։ Ես դա գիտեմ, բայց կրիտիկական կամ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները այն էլ մերպես անվտանգային միջավայրում գտնվող երկրի համար շատ կարևոր է, որ նմանատիպ բաներ լինեն պետական։ Նաև խնդիր է, որ այդ կրիտիկական ենթակառուցվածքի տերը մի բիզնեսմեն է, որը միլիարդատեր է, ասում են նաև բարեգործ է, բայց ամեն դեպքում պետք է հասկանանք, որ Ռուսաստանում միլիարդատերերը չեն կարող լոյալ չլինել տեղի իշխանություններին։ Եվ նաև մենք հասկանում ենք, որ առկա իրավիճակներում սա կարող է խնդիրներ ստեղծել, եւ եթե օրինակ փորձեն Հայաստանի նկատմամբ հիբրիդային գործիքներ կիրառել, կարող են ուղղակի հոսանք անջատել եւ այլն եւ այլն։ Բա հիմա ինչ չեն անում։ Շատ լավ հարց եք տալիս, որովհետև մեծամասնությունը, ես կարծում եմ ընդդիմության, այն մասով է մոլորության մեջ, որ այս իշխանությունները շատ հակառուսական իշխանություններ են։ Բայց իրականում ես այդ տեսությանը չեմ հավատում, որովհետև բացի հրապարակային, այսպես փոխադարձ փոխհրաձգություններից, Մարիա Զախարովայի այդ ինչ-որ լեզվակռիվներից, ես հակառուսական ինչ-որ շատ լուրջ քայլեր չեմ տեսել։ Եթե ԿՊԱ-ականները կասեն, օրինակ մենք զենքը սկսել ենք ձեռք բերել հիմա ավելի շատ այլ երկրների ժամանակին 90%-ով Ռուսաստանում էր, ես կասեմ, որ սա նույն հեծի պատմության մոտեցումն է, post factum մոտեցում։ Ռուսաստանը գումարը վերցրել է, սկսել է զենքը չտալ, իրենք ափալ-թափալ մի քիչ Հնդկաստանից, մի քիչ Ֆրանսիայից, այստեղից այնտեղից այդ զենքը գնել են։ Իրենք որպես այդպեսին բնական վիճակում այդ բաներին չեն գնում։ Դրա համար ես թե հիմա ինչու չի կիրառվում Ռուսաստանի կողմից, դա նախ առաջին կարա այն լինի, որ այնպես չի, որ Ռուսաստանը հաշ չի այս իշխանության գոյության հետ։ Մեկ, երկրորդ, մենք ոչ մի երաշխիք չունենք, որ վաղը չկիրառի։ Հեծի պետականացման հետ կապված իմ ընկալումը նա է, որ պետք է օրինակ մի 2 տարի, մի տարի մի հատ լայն մոնիտորինգ իրականացվեր, հավաքագրվեր մարդկանց բողոքները, հասկանալ թե ինչ խնդիրներ կան, օրինակ տնտեսվարողներն են շատ խնդիրներ ունենում, երբ որ նոր ձեռնարկություն են բացում ու բարձր լարումով ոսանքապետ ուզում են օրինակ երրափված քաշեն, պետք է արձանագրեին հաստ այս խնդիրները, հետո տարբեր քննարկումների միջոցով այդ նույն իրենց համեկով հերարցակեն եւ այլն, դրանից հետո կարող է հեծը ինքնուրույն գար ու մի բան էլ այդ ենթակառուցվածքները տար պրծներ, ասել ես պրծնեմ գնամ։ Բայց իրենք ուղակի եղավ քաղաքական հայտարարություն, դրան post factum էլի ինչ որ sense կիսատ պրատ իրենց ոչի մեջ ոնց որ տրանսպորտի բարեփոխումներն էր, ոնց որ այս ակադեմիական քաղաքականություն ունեցած բաներն են արեցին, ու հիմա ամենավտանգավոր բանն էլ նա է, որ ապագայում ենթադրենք, որ մեր ծերունդը արդեն լինի որոշում ներկայացնող, գուցե այդ հեծը մեզնից հետ պահանջեն միջազգային ատյաններով, որտեղ ասեն դա ազգայնացվել է քաղաքական հողի հիման վրա։ Ու ասենք ցույց տան հայտարարություն, որը շատ տենց սուր հայտարարություն չի, դրան հաջորդած վարչապետի հայտարարություն, այսօր էլ Արդարադատության նախարարությունը հայտարարություն արել, որ պետրեգիստրը այսօր մարկանց չի սպասարկել, որտեղ հոսանք չկա, իհարկե, սա ուղղակի տենց չգիտեմ, ինչ որ էժանագին կալամբուրի նման մի բան։ Ըստ ամենայնի հիմք են նախատեսում, որտեղ օրենքով վերջի պահին այնինչ իրենք պետք է այդ հիմքերը երկար ժամանակ նախապատրաստեին եւ այդ ժամանակ առասարակ խնդրեմ չէին ունենալու, ժողովուրդն է ասելու էր ինչ լավ կառավարությունը ապրեք, բայց այս տարբերակով սա էլի ցնցումներ, էլի խոսակցություններ, էլի մեղադրանքներ, որ քաղաքական է եւ այլն։ Շատ
Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Իմ զրուցակիցը Restart քաղաքացիական հիմնադրամի տնօրեն Յուրի Ավագյանն է։ Շնորհակալություն, որ մեզ հետևեցիք, հաջողություն։